19 թվին մեկնել ծառայության Արցախում հույս չունի, որ Արցախը միշտ մտածում է, որ Հայաստանի մեջ կլինի մարտունի 2-ում շատ լավ էր ծառայությունից ընդհանրապես չէր բողոքում, շատ գոհ էր ինքն ամեն ինչի հարմար ողեղ է։ Հետո որ պատերազմը սկսվավ, ամսի 27-ի առավոտ շուտ էր, հավաքել շատ դաժան, զանգեցինք ինչ պատասխանեց, այդ ուր չկարացա հետը խոսայի։ Ամուսինս էլ որ զինվորական էր, չերես այդ իր մոտից տենց խաբար ստանում ենք։ Հետո ամսի 28-ին խոսացի, ասեցի Վազգեն ինչ կա ձեր մոտ պատերազմա, չեմ ջան, մեր մոտ բան չկա, գիտեր մենք խաբար չենք։ Ասի պատերազմա դու ինչ գիտես, պատերազմ չկա, չէ պատկերացնե, որ ստեղ էլ է կրակոցներ լսվում է։ Տենց երբ իր հետ խոսում է, ասում է որտեղ ես, պոստերն եմ, բան խափում էր, ձայներ չէր լսվում, չէ, կոնկրետ ես իր հետ ինքն զոհվել է հոկտեմբերի 22-ին, ես վերջ անգամ խոսացել եմ հոկտեմբերի 21-ին, նոր հետո ես ձայներ եմ լսի իր մոտից։ Մինչև այդ ընդհանրապես ինքն շատ ուրախ էր, բայց որ ինչքան հարցում էի որտեղ ես, չէր ասում էր պոստերն են, մեր դիրքերն են, բայց իրանց հետ այդ օրվանից իրանց դիրքերից իջացրել են։ Ամսի 6-ին 7-ին չեմ հիշում, իրանց տարել են Ջաբրայիլ, իրանց շրջափակման մեջ են մնացել 3 օր։ Ես այդ էլ չեմ իմացել։ Հետո իրանց շրջափակման մեջից հանել, բերել են, տարել են Կարմիր շուկա։ Հա, Կարմիր շուկայից տարել են, ոբշն տարբեր տեղեր են տարել, հետո իրանց այդ վերջին անգամ որ խոսացել եմ, իրանց բերել են Ֆիզուլիի Ելին սարը։ Իրանց ասել են դուք ստեղ կմնաք 2 օր, 2 օրից մենք ձեզ հետ կտանենք, ով հետ եկավ, իրան զվանիով գնալու է։ Այդտեղ երեխեքից կեսն ասել են մենք չենք գա, կեսը այտենց ոբշն աֆիցերն ասել է ով չեկավ այդտեղ, հետևից կրակելու են։ Պետք է իրանց հետ մի տղա է մնացել ողջ ինքն է պատմել։ Իրանք էլ մտածել են որ հայն իրանց պետք է հետևից խփի, ասել են ավելի լավ է մենք այդան գոնե թշնամու կողմից զոհվենք, ոչ թե մեր հային մեզ խփի։ Ոբշն իրանց այդ օր իջացրել են այդտեղ, ժամը 6-ի կողմերն ասեցին որ 11-ին նկարել է։ 10-ի կողմերը իրանց խփել են արդեն։ Իրանցից մի հոգի է սաղ մնացել 20 օր կոմայի մեջ աղ այդ երեխեն, բայց ողջ է մնացել։ Ասենք ես իր հետ խոսացել եմ, ինքն չի լսում, հիմա չգիտեմ, այդ ժամանակ չէր լսում, մենակ գրվելով էր։ Մոտս էլ լսում եմ իր SMS-ները։ Ինքն է տենց պատմե եղելությունը։ Թե չէ ես ինձ ոչ մի բան չեմ իմացել։ Երբ իրան հարցրել են որտեղ ես, մամ ջան հանգիստ մեր դիրքերում ենք, որ ասում են խոսալուց հետո որ ասում են Վազգեն ջան Աստված քո հետ, մամի աս Աստված քո հետ, աս Աստված ձեր հետ, ես մենակ չեմ։ Այդից հետո նոր զոհվելուց հետո ես նոր իմացել եմ ուր ա եղել, ինչ ա եղել, իր մի ամիս հետո գտան բերեցին, այդ թաղման ժամանակ իր մոտից 15 կամավոր եկան մեր տուն, մնացին իրանք են մանրամաս պատմել, շատ դաժան երեխի ճանապարհ են անցել, բայց էլի բախտներն չի բերում։ Ասել են մտոն այդ Ելին սար, որ իրաց տարել է, պիտի մարտունու ճակատն պահեն, որ չմտնեին, բայց ասենք 8 հոգով, մի հատ ավտոմատով, ինչ պիտի անեին այդտեղ։ 11 են նկարել է, 10-ի կողմերը խփել են։ Ու այդ օրին 22-ին խփել են, 22-ի գիշեր իրանց այդտեղից հանել են։ 25-ից հետո ով զոհվել է մնացել այդտեղ մարտ ամսի նոր գտել են իրանց։ Արդեն տարածքը գրավել են այդտեղ։ Դու 21-ին եք խոսել։ Ես ժամը ամսի 21-ին ժամը 3:20 րոպեին խոսացել եմ րոպե կես։ Իր մոտից ուժեղ ձայներ եկա, ոչ թե ավտոմատի, այլ այդպես այդ հնդանուց sense դմփ ասեց ես ինչ ավազ թուրքերն են, ասեց չէ մերոնք են ու ասեց մամ լավ ես անդադ ուզում եմ խոսամ։ Տեսա չէ որ հետս չի խոսում, ամուսինս էլ քալվաճարն էր։ Ասում միա ցանկի պապայի հետ խոսա, լավ մամ հետո հիմա հարմար չէ։ Ինքն ուզում էր շուտ դնել հեռախոսն, որ ես այդ կրակոցները չլսեի։ Ինքն գիշեր հաջորդ գիշեր զոհվել է։ Ինչ էր ասում ձեզ։ Իսկան ժամանակ ասենք խոսացել եմ, բայց
ասենք որ ասում եք ես շատ եմ սիրում գոնե հանունից պիտի ապրես, բա կյանքում չէր ասի, հետո մամ ես քեզ շատ եմ սիրում։ Բավարարը ուղղից դուրս չի գալիս, ասենք ինքը կյանքում պես բաներ չէր ասի, բայց այդ ժամանակ ասեց մամ քեզ ինձ եմ կարոտ է, քեզ շատ եմ սիրում, ասի դե գոնե հանունից պիտի ապրես։ Ասես լավ, չներվեց, մամ ջան, չներվեց, ես լավ եմ, լավ կլինի, բայց այդ օրը մենակ շատ անտրամադիր էր ինքն, հետո իմացանք, որ երեխեքին բերել են այդտեղ, ապշե անհույս իրանք էլ են իմացել, որ չեն ապրի։ Որ այդ օր տարել են իրանց այդտեղ, բաղլապ հատկատվել են, նոր պիտի խրամատ փորեն այդտեղ։ Նոր պիտի փորեն։ Նոր խրամատ պիտի փորեն, ասենք այդ խրամատ, չգիտեմ, ապսի տակ այդ երեխեք, չգիտեմ։ Լուրը ամսի նախ ես զգացողություն ունեցա այդ օրը, ասենք ամուսինս էլ էր այնտեղ, դե զանգում էի ամուսնուս հետ խոսում էի, արդեն ասում մի քիչ ասենց թեթևացած էր, ասում էի լավ իրանից խաբար ունեցա, հետո տղիս հետ որ խոսում են, ոնց որ հանգիստ լինեի, պատերազմը որ սկսվավ շատ վատ էի ես, սրսկվում է, ոնց որ ասենց ջան, ներվերը չգիտեմ, տեսակ վաղ զգացողություն ունեցել եմ հենց սկզբից է։ Այդ օրը գիշերն գնաց աղջկաստուն, սրսկվա եկա տուն, անընդհատ ուզում էի մենակ մնայի։ Բայց ասենք մի օր առաջ եմ խոսացել, գիտե որ մի օր չխոսամ նորմալ, ինքն ասում է որ հեռախոս չկա, կապ չկա, բայց չգիտեմ չան հանգիստ է, եկա տուն դռները փակեցի ու սկսեցի տան մեջ մենակ ուժեղ գոռալով լացել։ Հետո պարկա ոնց որ ստեղծես մի բան քաշեն տանեն, չգիտեմ, նետ զգացողություն էր մոտս, կարաոտիցս իջաց, այնց չոքեցի գետին ու նորից սկսեցի լացել։ Ասեցի լավ երևի, չգիտեմ, ինչ, դեց անցավ գնաց, 2 օր անցավ, լուր չունենք, ամուսինս ասեց լավ, այդ հանքավաճառ, այնտեղ այդ չգիտեմ ինչերով կապնվենք, իմանան էլի։ Այդտեղ զանգեց, ասեց Վազգենը, որ հետդ խոսացել է, չի ասել ուրա, ասում էր մարտունի 2 պոստերն ենք մեր, ասեց պոստեր չկա, խաբել է։ Հենց առաջ օրվանից իրանց պոստերից իջացրել են։ Ինքը որ հասնում այդտեղ անցակետ կար, չէ, դեպի Քալբաջարը։ Այդտեղ խոսում ասում է որ մարտունի, բայց մարտունի 3 երեխեքն են եղել, 2 սատկո, թուրքերը տրաքացրել են։ Ամուսինս այդտեղ վատանում է, դե չգիտի, այնտեղ են որ Ոբշեմ, այդտենց զանգում աղջկաս կիսուր է հոսպիտալն աշխատում, ասում է ինչ կլինի, տեղից կարաս մի հատ կապնվի, ասում են, որ այդ բաները տրաքացրել են։ Այդտեղից իրանց օֆիցերներ կապնվեն, ասում որ քո տղեն մարտունի չի եղել, ֆիզուլի է եղել։ Ու ասում են մթան վիրավոր է։ Այդտենց որ զանգեցին, ասին մենք արդեն այդ վիրավորի բանով հիվանդանոցներն ենք փնտրում։ Ամուսինս գնաց, ասեցին, հեսա բերում են, այս հիվանդանոց գնաց Երևանի, ինչ ավտո այդ հիվանդանոցներն եկան, նայեց Վազգենը չկա, ոբշեմ ամբողջ Հայաստանով մեկ, սենց մեր ազգությունը ման էր գալիս։ Հետո զանգենք իր օֆիցերը շատ մոտ ենք եղել։ Բայց որ պատերազմը սկսվավ զանգեցին, չէր պատասխանում էր մեզ։ Հետո զանգեցինք, վերցրեց, ասեցինք, ինչի անունն, Վիտալի Խաչատրյան։ Ամուսինս ասեց Վիտալի, ինչ կա Վազգեն, ես քանի օր չի զանգել, ասես գնացեք ձեր մոտ փնտրեք, Վազգենը վիրավորվել է, չի ասում որ զոհվել է։ Գնացեք ձեր մոտ էլ մանեք եք։ Մենք էլ այդպես հույսով որ ասես ձեր մոտ էլ, ասենք լավ որ են վիրավոր է։ Ամուսինս մի հատ ընկերն էր, Ղարաբաղցի էր, ինքն էլ զանգեցինք իրան, ասենք որ սենց է երեխեն չկա, ասես մի հատ Վիտալի համար տվեք, ես կխոսամ։ Խոսած ասեց, ասում է որ զոհվել է։ Ոյ ինչ, չգիտեմ ինչ կատարվող, հետո նորից մենք զանգում ենք իրան, ինքն ասում է չէ, չի զոհվել, ուրիշին ասում է զոհվել է, մեզ ասում է չէ։ Հետ այդ օֆիցերն է, որ տարել է, ասել է հետ եկա կկրակի։ Չգիտեմ ինքն ասել թե չէ, բայց ինքն ասենք իրա 70 եկավ մեր տուն, ասեց որ իմ 72 հոգանոց վաշտից 2 երեխա սաղ մնացել, չի մնացել,
նեղացա որ ես ասի, ես էլ ասեցի այդ ոնց եղավ դու իրանց հետն ես ասեց ասի բա այդ ակսն իմացավ դու օֆիցեր ես քեզի վնաս չտվեց, երեխեքին վնաս տվեց։ Այդ ոնց եղավ որ դու իրանց հետն էիր, դու մնացիր սաղ։ Նեղացավ ասեց սաղ ծնողներն ասում են մեր երեխեքի դու էլ մեռնեիր։ Մենք չենք ուզում ոչ մեկն էլ ամեն մարդ իր օրվանա, բայց ոնց եղավ եթե դու իրանց հետն ես եղել դու սաղ ես մնացել։ Հետո այս կամավորներ որ եկան մեր տուն իրանք ասեցին որ ինքը փախել է, երեխեքի հետ չի եղել։ Դաշը նույնիսկ ես մեր երեխեքի հետ զոհված երեխա կար, իր մամային էլ այդ երեխային որ տարել են ճապրել շրջափակման մեջ են եղել, զանգել ամորն ասել է որ մեզի թողեց փախավ։ Դենց արդեն էլ որտեղ ասես որ գնացին ման եկան չկար մյուսներս կտրեցինք։ Դեկորս երեխեքը ամուսնուս տարան ասեցին նեթանք դեկա դուր։ Չասեցին դեկա, խապեցին տարան Երևան, նոր հետո էլի դες ծանոթ մարդ կար, Ղարաբաղ հետաքրքրվեց, իմացա որ տղե զոհվել էր, այդպես որ մեր բարեկամին պատմել էր, այդ զապից ընտրել էին, ամուսինս լսել էր։ Այդ բանով գնաց դեկա տվեց։ Այսինքն մարմինը անճանաչելի է։ Ստեղից չի եղել։ Ապսն որ խփել ես մասը գլուխը вообще չի եղել, թեգերնից։ Նոյեմբերի 19-ին ասեցին որ դեկան հաստատվելու։ Ահա որ Աննկարագրելի ավակի, բայց այդ մի ամիսն էլի հույսով ապրում էի, հույսով, չգիտեմ մտածում էի կողը ողջ անտեղ, պաղկվել են, կապ չունի որ զանգի, հետո արդեն որ հրադադարն եղավ, ամսինին հրադադարն եղավ, 11-ին ամուսինս էլի գնաց Մարտունի, Մարտունի երկուս տեղ ասեցին Մարտունի երեխեքին ինչ դպրոց կա տեղ են տարեն։ Ամուսինս գնաց այդտեղ այդ մի հատ երեխա էր, ասել էր ճանաչում ես Սիմոնյան Վազգենին, ասել էր հա։ Ասել էր իրա ինչն ես, խապ ասել էր հոպարն է, ասել Վազգենը զոհվել է։ Հետո որ իմացել էր պապանա, ասել էր չէ, չգիտեմ, խաբար չեմ, սկսել էր խոսքն փոխել։ Տենց եկավ ամուսինս էլի դրանց հետո չգնացինք ոչ մի տեղ ման գալու արդեն ուսոր հույսներս կտրած, մենակ այդ դենկային էինք սպասում։ Բայց դա ոտքից էլ ես ճանաչեցի նկարն, նես չէ որ կաղա դենկանել խապեր, չէ 99.6%-ով համընկել էր։ Բայց ոտքից էլ ես ճանաչեցի, բայց փակ էր, հաշ չէր։ Աստված ջան, չգիտեմ, չեմ ցանկանում ոչ մեկին։ Շատ դժվար ճանապարհ են անցել եւ այդ Ջաբրայլից որ շրջափակումից դուրս են եկել 3 օր սողալով են գնացել որ չտենա, չկրակեն, չխփեն։ Այս կամավորներն պատմում էին որ թուրքի Ուրալ են որ խփել են, հետո գնացել են Ուրալի մեջ, սիգարետներ են բերել թուրքերի, ասել են պահեք, կտանեք, հիշատակ էլի ձեր տներ։ Հետո տեսել է տղես ծխում է, բայց ինքը ծխող չի եղել։ Ասել են Վազգեն, թող պահեր տաներ դու հիշատակ, ասել էր ես ինչ գիտեմ սաղ կեթան որ պահեմ։ Չգիտեմ ինքը вообще բան պատմող չէր։ Ես որ մի բան է հարց տալիս, ասում էր մապան, մի հարցրատով պատերազմը բրծնի, կգամ տուն, ինչ հարցնես նստեմ պատմեմ, մենակ հիմա հարց մի դու հեռախոսով ես բան չեմ պատմի։ Ես ինչ էլ որ գիտեմ, ինչ էլ լսել եմ ուրիշից իրանից ընդհանրապես ոչ մի բան չեմ լսել, մենակ ինք սկզբից մինչև վերջ ասում էր մեր պոստերն ենք, մեր պոստեր, բայց իրանք այդ օրվանից պոստերից իջել են։ Մենակ ուշկումիտեն ասում էր ինձ ֆորմա պատվիրես, ման ուղարկես, որ պատերազմը բրծնի, հագնեմ գամ տուն, գիտեին օտպուսկ ասել են կուղարկենք օտպուսկ, իր ուշկումիտն է տեր, թազա ֆորմով։ Սովորում էր, բայց չէր սիրում սովորելուց հեռու էր, սովորում էր, հետո 9-րդն ավարտեց քոլեջ համակարգչային էր ուզում, տեղ չկար արդեն, տվեցին տեղագործական, սովորում էր չէր սիրում, բայց տեղագործ հետո բանակ տեղից ասես մենակ մի բանի համար են փոշմանի, ասի ինչ ասես որ չեմ սովորել,
ասի ոչինչ ուշ չի, ամեն ինչն էլ կարող ասում մենակ դու ամփորձան գարդում, ասում է ոչ քո սովորել անձի պետք, ոչ մի բան մենակ ամփորձան գարդում։ Շատ է սիրում ծառայել, շատ ամեն օր գնում էր վայնկոմատ, ասում էր ինձ թող տվեք։ Ես շուտ գնամ բանակ, որ տարան զբորնի արդեն որ պետք է ցրեին, որ թուղթն քաշեց արցավ, ես այդտեղ վատացա։ Հետո որ դուրս եկանք իրան տենալու, սենց անելով եկավ, լավ իմ ուզածն այս պետք է Արցախ ծառայ, շատ էր, չգիտեմ ինչին էր ուզում, ինձ էր սիրում, ուզում էր որ հենց սկզբից ասում էր ես պետք է Ղարաբաղ ծառայեմ։ Ախ ինչի համար սով, կանե որ իմանալ այդ հողերը մնաց, կասեի հողի համար սովանված։ Մենակ երազում եմ, որ այդ հողերը հետ բերեն, մի անգամ գոնեմ տղայ զովաստեղն է տան, մենակ այդ եմ երազում։ Ճիշտն ասած բանակից առաջ ուրիշ բաներ ուզում, հետո որ գնաց օրը մի բան, այնտեղ գա էս ամենին անեմ, այդպես կոնկրետ։ Ոչ մի բան մենակ սովորելու համար էր փոշմանում, որ չէր սովորում, ասի ոչինչ կգաս ծրագրավորող էր ուզում, էլ ասում եմ որ գամ, կգնամ սովորեմ։ Աշխուժ է, չէ՞ բայց։ Չավ է շատ, իր պատկասում պատերազմը չէր սկսվել, դες որ չնայած ինքն անդադ ասում էր, որ ես գնամ բանակ, պատերազմ կլինի, պատերազմ ու դες ես ինձ մտածում եմ, ասել Աստված չանի, որ մի բան լինի, սա իր դեմքը շրամա, կասեց շրամներից ես իրանք ճանաչվի, այնքան չար էր անընդհատ որ եկել էր սա, բայց փաստորեն եկավ այդ պահը, որ դեմքը չկար ու չէր կարող ոչ մի բանով որ էր այդ մի ամիսը, որ խաբար չունեի։ Մեկն ասում էր զոհված ա, մեկն ասում էր վիրավոր ա, բայց ընդհանրապես չի վիրավորվել, սկզբից ասեցին ոտքից վիրավոր ա եղել, ես մտածում եի աղա վիրավոր մի ծառի տակ մնացառնակ համ ա եղել, բայց ոչ մի անգամ էլ չի վիրավորվել, ինձ այդ պահին ատսն խփել ա ու վсё։ Գիտեք, ես ասենք մարդկ ասում ես, որ դրսից մեկը մտնում ա, երեխես եմ սպասում, ես այդպես չեմ։ Այդ զգացում իմ մոտ ոնց որ բանակն ես, գիտեմ ինքը պիտի գա բանակից։ Ընդհանրապես բան մեջ սենց ման չեն գալիս իրան, դե որ բանակն էլ է տարեր 3 ամիս տուն չի եղել, ոնց որ ես իրան դրսից սպասեմ։ Չգիտեմ, ախր ոչ մի բան իրանից չմնաց, ոչ մի բան չեկավ գոնե։ Ասենք շորերից, վայնի բիլետ կամ հեռախոս, ոչ մի բան։ Հավատեք մի ամիս որ ես իրան մենք ման էինք գալիս, երազներով ինքնից ասում է, բայց ես գիտեի ինքն սաղ ա։ Իրանք այդ պահին 6 հոգով զոհվել են, 2-ը ծանր վիրավոր են եղել, մեկը շուտ մահացել ա, 2 օր հետո տղեն որ ասում եմ կա, ինքը կոմայի մեջ էր, պարկած էր անտառի մեջ։ Ասեց մամ, սաղի գտել են, մնացել ենք մենք 4-ով։ Մենք 4-ով, անընդհատ ես էլ ասում եմ տղեն սաղը անտառի մեջ ա։ Դունաս այդքանից այդ 2-ի շուտ գտել են, 4 հոգին մնացել են։ Ասում են մնացել ենք մենք 4-ով։ Հետո սենյակ էլ մտնում էի էլի 4 հոգին պարկած էին, իմ տղեն էլ պարկած էր հենց դեմներ, այդ 4-ի առաջինն ինքն էր պարկած, գլուխը ձեռները փաթած էր բիտով, ու ես որ մոտեցի իրան ասեցի Վազգեն, ինքը սկսեց լացել։ Ուտեց այդ երազից ես բան ասի կաղա ձեռներն ա վիրավոր, կաղա գլխին ա կպել, ու ես իրան միշտ ասում եմ կասկեն գլխիցը չանես, կսի որտեղ էլ որ խփեն, կարաս փրկես գլխիցը չես կարա, միշտ ասում եմ կասկեն չանես։ Ու տենց որ երազին տեսա բինտերով փաթաթած, ասի կողմ տղեն գլխից ա վիրավոր։ Հետո ամսի 28-29 երազ տեսա, ինքն փոքր էր, եկավ ուժեղ գոռաց մամա, հելա հետևից որ բռնեի փախավ, այդ օրն իրան արդեն Գորիսից տեղափոխել էին մեր մորգը։ Չգիտեմ, ես ամեն ինչը երազներով ինքն ինձ։ Հետո մի անգամ էլ երազ տեսա, եկավ, ասեց մամ ձեռներս ա ցավում, ձեռներս, ու սկսեց իրա ձեռները պատճել, ասեց ոնց է պատճես, ցավը չի անցնում։ Իսկ ես վերջ անգամ որ իրան տեսա, ասեց մամ որ ասում էին ես մեռել եմ, զոհվել եմ, քեզ խաբել եմ։ Ես չեմ զոհվել, Սևանում էին պահել։ Չգիտեմ այդ ինչ է նշանակում, ասեց ես Սևանում էի, եկել եմ վերջ, արդեն քո մոտ եմ, էլ տեղ չեմ էթա։
ինձ պահել էին, ասում է չեն թողում, որ գայի մոտ են։ Ու երազից մեջ ասենք ինքն կա, բայց ես ոնց որ կարոտացել եմ, անընդհատ պատչում եմ իր երազով։ Որ իրան տենում եմ, չէ, մի ուրիշ չգիտեմ, ոնց որ ինքն ողջին կողքը նրան այդ զգացողությունն ամոթս։ Գոնեսքանից հետո խաղաղություն լինի, գոնեսքան էլ գոներ պատերազմ չլինի, երկան երեխա որ զոհվելուց հետո նախքան այս 22 թվի այս մեր մոտի ինքը երազ էր գալիս, անդադ ասում էր ես զոթն եմ, ինձ տարել են զոթ, ես զոթի կողմերն եմ, անընդհատ զոթներ ցույց տալիս։ Այդ պատերազմը եղավ էլ всё ոնց ոնց որ չգիտեմ ինքն ինձ մի բան զգուշացնի երազով հետո ասեմ որ մի բան կատարվում է նոր ասում եմ էդ ուրեմն այդ երազով էդ էր ուզում ասել էդ էր նախքան այդ 22 թվի պատերազմը միշտ ասում էր մենք եկանք զոթ, մենք զոթն ենք